Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բացառեց արցախահայերի վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ մեր փախստական դարձած քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկեն նրանց սին հույսեր տալով։ ԵԽ-ում իր ելույթում հայտարարեց Փաշինյանը, նա նշեց իր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղությանն ամրապնդման ուղղված այս խնդիրը լուծելու համար։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է առկա ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր երաշխերթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Նա նշել է, որ իր այս հայտարարությունը որևէ նպատակ չունի ձգձգել ու մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախճեվանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախճեվանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջև։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը հայտարարում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դա են ցույց տալիս Էմպիրիկա հետազոտական կենտրոնի կատարած հետազոտությունները։ Վկայակոչելով անցկացրած հետազոտության տվյալները, նա նշում է, որ ներկայիս վարչապետի աշխատանքից դժգոհ է երևանցիների 75%-ը, իսկ ամբողջ Հայաստանում 61%-ը։ Երևանցիների 85%-ը, ողջ հանրապետությունում 85%-ը չեն հավատում խաղաղության իրական լինելուն։ Հարցման մասնակիցներին նաև հարցրել եթե այս կիրակի տեղի ունենային ընտրությունները, ում կընտրեիք վարչապետ։ Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը, համապատասխանաբար 49%, 24-ի դիմաց, նշում է Մարկոսյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հիմնադրամի տնօրենն ազատման դիմում է գրել, բայց որևէ իրավական ակտ չկա։ Պանորամայեմին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի մամուլի ծառայությունից։ ԿԳՄՍ նախարարությունից Պանորամայեմին հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է որոշում տնօրենի նշանակման ու ազատման հարցը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակը գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Հայաստանում Իրանի դեսպանությունից հայտնում են, որ ըստ վերջին տվյալների բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։ Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարած հրթիռային հարվածի մասին ու քննադատում է Դոնալդ Թրամփին նրա դաժանության համար։ Անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Իրանի համար լուրջ սպառնալիք է եւ կարող է նույնիսկ հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իռլանդացի բլոգեր Քելին Ռոբերտսոնին տված հարցազրույցում, հաղորդում է ուկրաինական Ունիան գործակալությունը։ Զելենսկին նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբում Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում էր Իրանի փոխանցած զենքը Ուկրաինայի դեմ, իսկ այժմ Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է կիրառում Մերձավոր Արևելքի հակամարտություններում ու հարձակվում ամերիկյան բազաների վրա։
Նավթային ոլորտում պատժամիջոցները հանելու հարցը մի քանի երկրներ քննարկում են Թրամփի վարչակազմի հետ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Սպիտակ տունը շարունակում է ուշադիր հետևել աշխարհի նավթի շուկաներին ու պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ապահովելու Իրանի հետ պատերազմի հետևանքով ԱՄՆ սպառողների կողմից նավթի լցման կետերում նկատվող գների կտրուկ աճը միայն ժամանակավոր լինի, հայտարարել է Թրամփի խոսնակը։ Նա նշել է, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը շարունակել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, որպեսզի Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները կարողանան բավարարել իրենց էներգետիկ կարիքները։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Պանորամա AM-ին։